Ես դες պաշտոնապես ասում եմ, որ մեր եկեղեցիները չուլանացված են, չուլանացված։ Հինգշաբթի երեկոյան սկսված շատ աշխարհիկ վիրավորանքները Հայաստանի հոգևոր իշխանության հասցեին, ուրբաթ առավոտյան Չուլանի շրիշակից էլ ցած ընկան։ Սրբազան գնար շարունակիր քերուտ կնգան դոմփել, ինձ հետ ինչ գործ ունես։ Նույն օրը երեկոյան ախտորոշվեց շատերի մոտ սրտխառնոց առաջացնող բառապաշարի հարուցիչը։ Հայաստանի քաղաքական իշխանությունը ուզում է վճռորոշ ձայն ունենալ հոգևոր իշխանության առաջին դեմքի ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության հարցում։ Հայ առաքելական եկեղեցին բռնագրավելու խնդիր է դրվում։ Սահմանադրական կարգի տապալման նախապատրաստություն է անվանում Փաշինյանի ստատուսագրությունը 5 իրավապաշտպանների նախաձեռնությունը։ Որտեղ սահմանադրական կարգի հիմունքների մեջ է մտնում եկեղեցու անջատ լինելը պետությունից, չի կարող Հայաստանի Հանրապետությունը վճռական դեր ունենալ հայ առաքելական եկեղեցու նվիրապետի տվյալ դեպքում ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության հարցում չի կարող։ Մեր սահմանադրությունը դա թույլ չի տալիս։ Փաշինյանը գիտի, որ պետությունը պետք է զբաղվի իր գործով, եկեղեցին իր։ Պետությունը պետք է զբաղվի իր գործով, եկեղեցին պետք է զբաղվի իր գործով։ Բայց նա այդ մասին հիշում է հետպատերազմական փոթորկուն ժամանակներում, երբ ամենայն հայոց կաթողիկոսը հորդորում է իրեն վայր դնել վարչապետի լիազորությունները, կանխելու հասարակական ցնցումներն ու բախումները։ Կարող են նաև քաղաքական գործունեություն ծավալել, ոչ մի բան չի խանգարում, որ կուսակցություն ստեղծեն եւ այդ կուսակցության շրջանակներում նաև քաղաքական գործունեություն ծավալեն։ Իսկ հիմա այդ ժամանակները չեն, Փաշինյանի հակաեկեղեցական զայրույթը պայթել է ինչպես ամպրոպը խաղաղ երկնքում։ Փորձում է գոնե ինչ-որ միտեղից ինչ-որ մի բան կորզելով, որոշակի ձևով վերականգնի իր ռեյտինգը եւ անում է սխալի հետևից։ Փորձագետը կարծում է պետականության շղարշն է գցել վրայից Փաշինյանը վերջնականապես։ Վերադարձել է շրջանցյուր եւ դա այն Փաշինյանը, որին ով ճանաչել է Փաշինյանին մինչեւ 2018 թվական որպես ոչ պետական գործիչ, որպես դեղին մամուլի վառ ներկայացուցիչ։ Օդում կախված լուրերին հղում անելով եւ անուններ չտալով Նիկոլ Փաշինյանը մեղադրում է հոգեվորականներին կուսակրոնության ուխտը խախտելու համար։ Այդ պորրոդախոսներից թող որևիցե մեկը թող փորձի մի ամիս առանց կնոջ ադրել։ Միքայել Աճապահյանը ասում է, մեջբերում, այդ պորոտախոսներից որևէ մեկը թող փորձի մի ամիս առանց կնոջ ապրել, մեջբերման ավարտ։ Այս սրբապիղծները փաստորեն մեծ պահքնել չեն պահում, կուսակրոնության ուխտը խախտած բոլոր հոգևորականները պետք է հեռանան հոգևոր ծառայությունից, այլ տարբերակ չկա։ Նիկոլ Փաշինյանից ավելի հեռուն է գնում Աննա Հակոբյանը, նա մանկապղծության համար է մեղադրում հոգևորականներին։ Ուրեմն եթե ինքը տիրապետում է ինֆորմացիայի, որ որևիցե մի հոգևորական մանկապիղծ է եւ չի հայտնում, դա նշանակում է ինքը հանցագործ է։ Մանկապղծությունը դա գիտեք, որ քրեական ծանր հոդված կարելի է քրեական գործ հարուցել կամ ստիպել, որ հարուցվի մանկապղծության մեղադրանքով։ Տիգրան Քոչարյանը վստահ է, ոչ մի փաստ չկա Փաշինյանի ձեռքի տակ։ Լիներ, քրեական գործերը կպայթեին մեկը մյուսի հետևից։ Փաշինյանը շատ լավ հասկացել է ինքը ինչ է արել այս 7 տարվա ընթացքում եւ առնվազն դա աններելի բաներ է ինքը արել եւ հայազգի հանդեպ, հա, եւ պետականության հանդեպ եւ իր միակ բանը հիմա դա մնալ իշխանությանը կամ ապահովագրել իրան անվտանգությունը։ Ինքը մոռացել է, որ ինքը վարչապետ է, պետական գործիչ է, կինն մոռացել է, որ ինքը վարչապետ է կինը եւ խոսում են իրենց առօրյական լեզվով, որով երևի իրենց տունն են խոսում։ Սուտ վկայություն միտուր 9-րդ պատվիրանն է։ Փորձագետը մի բան էլ է հիշեցնում, մահացու մեղքեր են, որ գրամոլությունը այս գործը առողջություն Իջևանի խոզա Շուշ նկարում է։ Նստեք տեղները, ձեններդ կտրեք, ներվերս էլ չուտեք։ Բարկությունը։ Ասի, վերենգի տեղը տասի, ներվերս չուտես։ Հպարտությունն էլ։ Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ։ Ստելն էլ լավ բան չէ։ Ասել եմ դրանց ծաղի բռնել։ Անկեղծ ասած, զուտ բառապաշարի առումով կարող եմ մոռացած լինել, բայց ես տենց բան եմ ասել։ Ասել եմ դրանց ծաղի բռնել։ Չէ, զուտ իմաստա գուցե կարելի է ինչ որ ասած մեկնաբանել այդպես, բայց ես տենց բառապաշար օգտագործել եմ, հա հենց այդ բառերով։
ինքը հասկանում է, որ վերարտադրվել չի կարող, որովհետև ինչքան իրենք ռեյտինգ նկարեն տարբեր մարկանց միջոցով կամ կազմակերպությունների, իրական սոցիոլոգիան գետնի վրա է, իսկ գետնի վրա ինքը պարտվում է ամենտեղ, որտեղ հնարավոր է, եւ այն սարսափը, որ ինքը փողոցով, հերթականով կամ արտահերթով կարող է պարտվել եւ այլևս չվերարտադրվել եւ այլևս գարանտիա չունենալ նաեւ սեփական անվտանգության, դրդում է իրան այսպիսի վարկագծի։ Մինչև 2026 թվականի ընտրություններ ձնագնդի էֆեկտով մեծանալու է Փաշինյանի անկանխատեսելիությունը, կանխատեսում է Տիգրան Քոչարյանը։ Որպես փոքրիկ դիկտատոր ինքը իրան ամենտեղ է տենում, այսինքն որպես կաթողիկոս ինքը իրան կարող է տենալ որպես Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ։ Առայժմ թիրախում եկեղեցին է։ Փորձագետի համոզմամբ Փաշինյանին խանգարում է եկեղեցին, որովհետև չհանձնվող կառույց է։ Հավատավոր ժողովրդին 5 իրավապաշտպանների նախաձեռնությունը հորդորում է ի պաշտպանություն եկեղեցու հենց վաղը մեկ մարդու պես գնալ կիրակնօրյա պատարագի։ Լարա Արաքելյան, Հենրիկ Համազասպյան, Անի Ղանդիլյան, Հայլուշ։